ամաչում եմ, որ իմ ղեկավարը Նիկոլն է։ Ես ամաչում եմ, որ իմ ղեկավարությունը գնում է ասում Հայաստանը, Արցախը Ադրբեջանը ամբիոնում, Չեխիայի ամբիոնում։ Ես ռուսիցն է խանում են։ Ռուսը ինչ անի, որ քո ղեկավարը գնում է Չեխիայում ասում է Ադրբեջան է։ Քո պապն է ստեղծել այդ տական, այդ կեղտ։ Մեր ղեկավարը հոգեկան շեղումներ ունի։ Պիտի այդ հոգեկան շեղում ունեցող մարդկանց իրա ոհմակով, իրա բանդայով վերացնենք, ժողովուրդը դուրս գա հրապարակ, սա իմ կարծիքն է, կարող է ուրիշները ուրիշ կարծիք ունենան, ժողովուրդը դուրս գա հրապարակ, ընտրյալ, մերը պիտի լինի շատ խելացի և ընտրյալ, որ կարողանա ժողովրդի խելքի բերի, ժողովուրդը իրար ուտում են, բանակը քանդել է, մեր ղեկավարությանը վերացրում է, բոլոր բանտարկյալները նստած են, իմ ընկերները, որդեկորուս ծնողները բանտերում նստած են, սրբազանները բանտում նստած են, ինչ տարբերություն սրբազանի, որ հայկական բանտում է նստած, կամ էլ Ռուբեն Վարդանյանը, որ Բաքվի բանտում է նստած, ես տարբերություն չեմ տեսնում, նույն թուրքն է դատում էր, նույն թուրքը Հայաստանը հանձնելու է, մի քանի տարուց հետո Հայաստան չի լինելու, խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, շատ եմ խնդրում, դուրս եկեք փողոցից տականքներին վերացնենք, Նիկոլնովա, ախր խելքը գլխին գոնե մարդ լինի, որ մենք ասենք գոնե ղեկավար ունենանք, Նիկոլ, հիշի բոլոր Ներոնից բռնցրած Ստալինով դուրս եկած, դուք վերանալու եք, սատկելու եք, ձեզ վերջը տեսնել։ Ես հերոսի մարն եմ, հույսը դրել եմ արդեն Աստծո վրա։ Հաջողություն հայ ժողովրդին, ազատություն մեր քաղբանտարկյալներ։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։